Հայտարարությունը, որ ընդունեցին, երկկողմանի է, այլ հարց է, որ Փաշինյանը փորձում էր դա ներկայացնել որպես համատեղ նաև Թրամփի հետ, այն դեպքում, երբ Թրամփը ընդամենը վկա է։ Ակնհայտ է, ինքը փորձում է ցույց տալ, որ կան միջազգային աջակցություն, բայց միջազգային աջակցությունը վկայությամբ չի լինում։ Ինչ է նշանակում Փաշինյանի վերջերս բողոքները, որ իրենց սերը Ալիևի հետ երազ էր։ Ինչ է դա, խոսում են վերջ, այլևս խաղաղություն է, թուղթ են ստորագրում, երբ հիմնական սկզբունքների շուրջ համաձայնություն չկա։ Հիշեցնեմ, որ 18-ից 20 թվականներին, երբ Փաշինյանը հասարակությանը մոլորեցնելով բանակցում էր Արցախյան հարցի վերաբերյալ, ինքը ասում էր, որ սրանք բանակցություններ չեն, սրանք ուղղակի մենք հանդիպում ենք, խոսում ենք, փորձում ենք հասկանանք, ամեն բառի տակ ինչ է հասկացվում։ Հիմա ինչ, ինքը ստորագրում է մի հատ թուղթ, երբ հիմնական բառի շուրջ կան տարընթերցումներ։ Ալիևը հասկանում է մի բան, ինքը հասկանում է ուրիշ բան, Թրամփը խոսում էր 90 հնարավոր 99 տարին, եւս 99 տարով երկարաձգելու մասին, ինչի վազեցին տենց հապշտապ ինչ-որ թուղթ ստորագրեցին։ Եվ իլուր աշխարհի ասում են, թե վերջ մեր մոտ խաղաղություն է։ Դա խաղաղություն չի, քանի դեռ ադրբեջանցիները Հայաստանի տարածքի մի հատված օկուպացրել են, եւ երկրորդը ինչ խաղաղություն, եթե հակառակորդը դիմացի կողմը անընդհատ Հայաստանի նկատմամբ պահանջներ է ներկայացնում, անընդհատ Հայաստանին սպառնալիքներ է ուղղում եւ անընդհատ օրինակ հայ հասարակությանը վիրավորում է։ Պարոն Խաչատրյան, փախստականների վերադարձի թեման երբ հակում է, որ դա նույն ԵԽԽՎ-ում, եվրոպական համայնքում, մինչդեռ մենք գիտենք, որ շատ եվրոպացի քաղաքագործիչներ նաև կարևորում են այդ հարցը, արցախցիների վերադարձի իրավունք, մշակութային այսպես արժեքների պահպանություն, եւ Փաշինյանը Ստրասբուրգում ասում է այդ հարցը, որ քննարկենք խաղաղությունը քանդվի եւ այլն, եւ միջազգային հանրությանը ասում է եկեք օգնենք, որ արցախցիները տնավորվեն Հայաստանում։ Ինքն է որոշում արցախցիների խնդիրը եւ այլն, ինչպես է սա գնահատում։ Նախ հարցը 3 բաղադրիչ ունի, լավ հերթով անդրադառնամ։ Առաջինը Փաշինյանը ինքը չի որոշում արցախցիների ճակատագիրը, արցախցիները իրենց իրավունքները չեն արտապատվիրակել Նիկոլ Փաշինյանին։ Հիմա եթե արցախցիները ասեն մենք պահանջում ենք ապահովել մեր վերադարձի իրավունքը, մեր գույքը տնօրինելու իրավունքը, Դեպ հենց դրա մասին էր հարցը նաև եվրոպացի պատվի։ Կար երկու ուրեմն միեդի երկու վճիռ կար, Չիրագովյան դեմ Հայաստանի եւ շահումյանցիների բողոքը ընդդեմ Ադրբեջանի շահումյանցի փախստականը։ Հիմա եթե մարդիկ նույն դյումը ներկայացնեն եւ միեդը համարժեք համանման որոշում կայացնի, Փաշինյանը ինչի անելու, պարտադրելու է, սպառնելու է, բանտարկելու է, որ մարդիկ չվերադառնան, կամ բանտարկելու է, որ մարդիկ իրենց հարցը չբարձրացնեն միջազգային եւ եվրոպական ատյաններում։ Երկրորդը, ինչքան կարելի ասել, որ ինքը ինչքան զիջումների գնում է, դա ադրբեջանցիների մոտ ոչ թե պատասխան զիջումներ է բերում ադրբեջանցիների կողմից, այլ ընդհակառակը ադրբեջանցիները ել ավելի ագրեսիվ են դառնում։ Ինքը հրաժարվում է խոսել, բարձրացնել արցախցիների վերադարձի իրավունքի հարցը։ Ես չեմ խոսում քաղաքական իրավունքների, մասնավորապես սեփական քաղաքական ճակատագիրը տնօրինելու իրավունքի մասին, ընդհանրապես խոսում եմ վերադարձի իրավունքի մասին, բայց մենք չենք տեսնում, որ ադրբեջանցիներն ասեն դե լավ է, դեպքում մենք էլ այսպես կոչված արևմտյան ադրբեջանցիների այսպես կոչված վերադարձի հարցը չենք բարձրացնելու։ Ադրբեջանցիք պահանջել են եւ շարունակում են պահանջել, եւ ես չեմ զարմանա, որ ինչ որ մի օր դա դառնա հերթական ֆորմալ պահանջը, ճիշտ այնպես, ինչպես ֆորմալ պահանջ է հանդիսանում սահմանադրության փոփոխությունը։ Եվ երրորդ բաղադրիչը, եթե ինքն ասում է արցախցիները պետք է Հայաստանում տնավորվեն, ինչ է անում, որ Ադրբեջանի ցեղասպան քաղաքականությունից մազապուրծ մեր հայրենակիցները Հայաստանում կարողանան բարեկեցիկ կյանքով, բարեկեցիկ եւ արժանապատիվ կյանքով ապրեն, որ իրանց իրավունքները այստեղ պահպանվեն։ Արցախցիները դժգոհում են սոցիալական իրավիճակից, դժգոհում են իրենց իրավունքների խախտումների վերաբերյալ։ Մի մեծ խումբ կա, ում հարցը ընդհանրապես այս իշխանությունները անտեսել են, խոսում եմ
Ասկերան, Ստեփանակերտ ճանապարհին բենզինի պայստարանի պայթյունից զոհերի եւ հաշմանդամ դարձածների ճակատագրի մասին։ Որևէ բան չի անում, որովհետեւ ակնհայտ է, որ Փաշինյանը մի քաղաքականություն է իրականացնում, թույլ չտալ, որպեսզի արցախցիները կոմպակտ ապրեն Հայաստանում եւ իրենց իրավունքները պաշտպանեն։ Եվ դրա համար որևէ քաղաքական իրավունքների հետամուտ չի լինում, սոցիալական խնդիրներն էլ չի լուծում։ Պարոն Խաչատրյան, ԿՊ շարունակ խոսում է Թրամփի շնորհիվ հաստատվեց խաղաղություն եւ այլն եւ այլն, բայց Թրամփը նույնիսկ Փաշինյանի անունը չի հիշում, Հայաստանն ասում է Ալբանիա, Փաշինյանին այն տղան, ինչու է այդպես։ Դա այդ հարցը երբ պետք է ուղղել ԿՊԱ-ականներին, բայց այդ կեղծիքների շղթան սկսեց այն ժամանակ, երբ իրենք վարչապետի կայքի վրա ուղղակի աղճատեցին փաստաթղթի էությունը։ Քնում եմ, փաստաթուղթը անգլերեն տարբերակը կոչվում է Հայաստանի Հանրապետության վարչապետի եւ Ադրբեջանի Հանրապետության նախագահի համատեղ հռչակագիրը ընդունված Վաշինգտոնում անցկացված հանդիպման արդյունքում։ Փաշինյանի կայքում գրված է համատեղ հայտարարություն Փաշինյանի, Ալիևի եւ Թրամփի։ Թրամփը հանդիսացել է ընդամենը վկա։ Իրենք այդ փոքրիկ վկա բառնել են անում։ Իրանք ուզում են ցույց տան, որ դա եղել է միջազգային բարձր հովանու ներքո։ Միգուցե ակնարկում են, որ կա որոշակի երաշխավորություն, որ երրորդ կողմը պիտի երաշխավորի այդ համաձայնությունների իրականացումը։ Բայց դա այդպես չէ։ Դա Ադրբեջանի ճնշման ներքո ընդունված փաստաթուղթ է։ Տեսեք, ասում են տարի 8 ամիս խաղաղություն է։ Մոռանում են ասեն, որ ադրբեջանցիները մշտական հրետակոծության տակ էին պահում խոզնավար եւ տեղ յուղերը։ ԿՊԱ-ականները ճիշտ է ոգևորության պայն ասում են, այ դուք թուրքական ու ադրբեջանական դրոշը վառեցիք ապրիլի 24-ին։ Դրա համար են հրետակոծում, բայց այդ հրետակոծումները կային թե մինչև ապրիլի 24-ը, թե ապրիլի 24-ից հետո դադարեցին այն ժամանակ, երբ Հայաստանի իշխանությունները ընդունեցին այսպես կոչված խաղաղության համաձայնագրի ադրբեջանական խմբագրությունը։ Հետո ամեն ինչ տալիս է, դրա համար էլ չեն գնդակոծում։ Հենց փորձես ինչ-որ մի արդյունք մակադրվել, ելի կշարունակեն հրետակոծել։ Այսինքն մենք ունենք անկայուն հրադադարի ռեժիմ, այլ ոչ թե խաղաղության ռեժիմ։ Բայց Փաշինյանը մանավանդ ինչքան մոտենում ենք ընտրություններին, պիտի անընդհատ շեշտի ասի բերել եմ խաղաղություն, ես չլինեմ կլինի պատերազմ, ինքը չի վերկենա ասի, որ ձախողվել եմ նաև այս հարցում, ինչպես բոլոր հարցերում։